հաստատ համոզված եմ, որ չլներ ընդդիմության կոնսոլիդացված ակցիայի մասին լուրը, այսօր ինքը այդ լայվը կամ ուղերձը չեր անի։ Մյուս կողմից ինքը հասկանում է, որ ընտրությունները իշխանության ճգնաժամը չեն հաղթահարել եւ իր ամեն օրը իշխանության, ինչքան կտևի ես Նոստրադամուսը չեմ կարող ենթադրել, ուղեկցվելու է ռեպրեսիաներով, անկայուն վիճակով, տուրբուլենտությամբ, առաջի դեպքն է երևի համաշխարհային պատմության մեջ, որ որևէ ղեկավար վերընտրվելուց կամ ընտրվելուց հետո ոչ թե հանրային համերաշխության մասին է խոսում, այլ մարդ նստածնելու։ Բայց մյուս կողմից Տուղար Արմեն Գրիգորյանը այսօր Դիլիջանում հանդիպել է Հիկմետ Հաջիևի հետ, խոսել խաղաղության այսպես կոչված պրոցեսի մասին, սրա հետ կապված ինչ դիտարկումներ ունեք։ Դա շատ բնական է, որ լոյալության դիմաց, այսինքն Ադրբեջանը, Թուրքիան, արևմտյան պետությունները ամեն ինչ արել են Նիկոլ Փաշինյանի կոմֆորտը ապահովելու համար, հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը, դա ինձ չի զարմացնում, եւ պետք է այդ process-ը շատ արագ լինի։ Մյուս կողմից ադրբեջանցիների մոտ կա մտահոգություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը այս անգամ իշխանությունը պահպանել է խիստ խոցելի լեգիտիմությամբ, խորհրդանում չունի սահմանադրական մեծամասնություն պարտավորությունները կատարելու համար։ Երևի ըստ երևույթին վերջացնեմ այս մի նախադասը, ըստ երևույթին ադրբեջանցիները նաև իրենց մտահոգությունները փարատելու խնդիր ունեն։ Պարոն Սուրենյան, հիմա դուք հենց ինչ եք ակնկալում եւ ունեք սցենարներ մշակած, թե X պատասխանի դեպքում, X որոշման դեպքում ինչ քայլ հենց ակնկալում եմ ընդհանրապես օրինականության եւ արդարության վերականգնում ամբողջ ծավալով։ Գիտեք, որ քաղաքական տարբեր ուժեր տարբեր պահանջներով են դիմել, մեկը մեկին չեն հակասում։ Տարբերակա եւ ուժեղ Հայաստանի հայցի բավարարումը եւ մեր հայցի բավարարումը, որտեղ այս նիստով չի վերջանալու։ Հետո դատական վիճարկումների փուլ է մտնելու։ Ակնհայտորեն դիմել է, որ վիճակն ամբողջ ընդունվում։ Ես դրան էլ սկզբունքորեն դեմ չեմ։ Իսկ դուք ինչ եք պահանջում։ Մեր պահանջը երեկվա դատական նիստից է բխում, պիտի քննարկվի առնվազն 3 տեղամասերում ընտրողների իրավունքների վերականգնման հարցը։ Հիմա տեսեք, եթե օրինակ ձեր պահանջը բավարարվում է եւ վերաքվյարկություն է հայտարարում, դուք ինչ եք։ Այդ շատ արդարության շատ մասնակի բավարարում է դա, արդարության շատ մասնակի բավարարում է, որովհետև դրանով հարց չի լուծվում։ Ըստ էության շարունակելու ենք պայքարը օրինականության վերականգնման համար ամբողջական ծավալով։ Ոչ, դա մեր համար բավարար չի, որովհետև դա ընդամենը 3 տեղամասերում մեր ընտրողների իրավունքների վերականգնման հարց է լուծում, բայց ակնհայտորեն ընտրական գործընթաց ուղեկցվել է մեծածավալ համակարգային խախտումներով եւ միայն այս պահանջի բավարարումը մեր այս պահանջի բավարարումը նվազագույն մինիմումն է, ոչ թե արդարության ամբողջական վերականգնումը, բայց մենք ասել ենք եւ հետամուտ ենք լինելու, որ մեր ցանկացած ընտրողի ձայնի պաշտպանության հետևից գնալու ենք։